Բարի լույս, արդեն կարելի ասել, որ մայիսը հետ հաշվարկ ենք տալիս, որովհետև կիսել ենք և հասել ենք մինչև մայիսի 19-ը։ Այս շաբաթ էպիկ է, այս շաբաթ սիմվոլիկ է և այս շաբաթ կարևոր է վերջին զանգյան ներկայացուցիչների համար, որովհետև աշխատանքային շաբաթվա վերջին օրը, մայիսի 23-ին կհնչի լա 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 լա, լա 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 լա, լա 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 լա, չէ կոդայվ, լա 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 լա։ Այո, սիրելի ծնողներ, ձեզ համար չէ, սրտի թրթիրի հետաքրքիր շաբաթ է սպասվում։ Ասենք, որ հաջորդ շաբաթ տոնական օր ևս կունենանք, մայիսի 23-ը տոնական է, բայց աշխատանքային։ Հանրապետության տոնն ենք նշում մայիսի 28-ին, օրը չորեքշաբթի է, հետևաբար 27-ին երեքշաբթի օրը աշխատանքային օրվա տևողությունը կկրճատվի 1 ժամով։ Այսօր մայիսի 19-ն է, ինչպես արդեն նշեց գործընկերս, հիշենք, թե ովքեր են ծնվել այս օրը։ Կինոռեժիսոր Համո Բեկնազարյանի ծննդյան օրն է, Հայ կինոյի հիմնադրի, մաթեմատիկոս Սերգեյ Մերգելյանի ծննդյան օրն է, շատ կարևոր մի մարդու մեր հանրապետության և մեր կյանքի համար։ Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Շավարժ Կարապետյանի ծննդյան օրն է, ով հիշում եք, չէ, ինչպես Երևանյան լիճ ընկած տրոլեյբուսի ուղևորներին փրկեց, իսկ այսօր մեր եթերում երգի պրեմիերա կա եւ քիչ անց այստեղ կլինի Աստղիկ Սաֆարյանը, ով սուպերստարական է։ Ճիշտ ասի այդ բառը, սուպերստարական, կարելի ասել։ Կարելի է ասել, ինչու ոչ։ Այո, կտեսնենք թե ինչ նորություններ ունի Աստղիկ, ունենալու ենք հետաքրքիր հյուրեր, իսկ հիմա առաջարկում եմ գնալ լսել լավ երաժշտություն եւ վերադառնալ ու շարունակել մեր ուղիղ եթերը։ Իմացած եղեք, որ հայկական էստրադայի ամենաստացված երգերից և տեսահոլովակներից մեկն էր Հայկոն էր, մեր շատ սիրելի Հայկոն էր։ Մենք անցնենք առաջ և ներկայացնենք մեր հովանավորին։ Մեր հովանավորն է Ստարկ ապրանքանիշը, որը ներկայացնում է Ստարկ լվացքի թերթիկները։ Սա հիանալի այլընտրանք է ծանր տուփերով լվացքի փոշիներին ու գելերին։ Թերթիկներն ապահովում են խորը մաքրություն, ինչպես գունավոր, այնպես էլ սպիտակ հագուստի համար, առանց լրացուցիչ սպիտակեցնող ու փափկեցնող նյութերի։ Ստարկ լվացքի թերթիկները ամբողջովին լուծվում են ջրում, եթե անգամ այն սառն է։ Հարմար են նաև ձեռքի լվացման համար, չեն պարունակում ֆոսֆատներ և պարաբեններ, էկոլոգիապես մաքուր և կենսաքայքայվող են։ Նորարարություն, որը կլավացնի լվացքի որակը, չի փչացնի հագուստը, կխնայի ջուրը և էլեկտրականությունը։ Պարզապես տեղադրեք թերթիկները լվացքի մեքենայի թմբուկի մեջ և վերջ, թերթիկների օգտագործման ուղեցույցը հենց տուփի վրա է։ Գնումների համար կարող եք զանգահարել 044 848 101 հեռախոսահամարով կամ ձեռք բերեք Ստարկ ապարագանները Օզոն և Wildberries Marketplace-ներից։ Կամ այդ հիշում եմ Պրոստոկվաշենա մուլտֆիլմը, որտեղ ասում է ձեր մայրիկին և այստեղ են ցույց տալիս, և այստեղ։ Լավ է, Ստարկը կարողանում է, չէ, համատեղել այս հաճելին օգտակարից։ Եվ ամեն առավոտ միայն ես կարող եմ նույն ժամին լվացք անել Ստարկի թերթիկներով, Արթուր։ Ես չէ էլ կասկածում։ Եղանակի մասին հանրապետությունում մայիսի 19-ից 21-ը կեսօրից հետո առանձին շրջաններում, այո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 22-ին և 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, սիրելի վերջին զանգցիներ, հանգիստ եղեք, փայլելու է արևը, ինչպես որ դուք եք այդ օրը փայլելու, շողալու է արևը, ինչպես որ դուք եք բեմերում շողալու և վերջապես ջերմացնելու է արևը այնպես, ինչպես որ դուք եք ջերմացնելու։ Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-ից 3 աստիճանով։ Երևանում մայիսի 19-ից 20-ը, 21-ի գիշերը, 22-ին և 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 21-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամուշ գնացում, հուսանք որ սա չի լինի, դիտենք եղանակի տեսությունը և վերադառնանք։
3 առաջի օրը նաև եզրափակիչներ Եվրատեսիլի, որտեղ կրկին տարօրինակ եւ ոչ հասկանալի ելույթներով շատերը ներկայացան, չասեմ փայլեցին, բայց ներկայացան տարօրինակ դիապազոնով տղամարդը գրավեց առաջին հորիզոնականը, խոսքը Ավստրիան։ Մենք ենք ու Ավստրիան։ Իհարկե Արտուր արի լինենք ազնիվ եւ ասենք, որ երաժշտական առումով բավականին գեղեցիկ եւ բավականին բարդ կատարում էր։ Որը այդ դիապազոնի մասին իհարկե բնականաբար ով կարող է աղջկա տոնայնությամբ երգել, ոչ եւ միևնույն ժամանակ իջնել եւ երգել ավելի ցածր։ Բայց արի խոսենք այն մասին, որ մեր մասնակիցը հիանալի ներկայացրեց Հայաստանը։ Պարկեցես, այո։ Շնորհակալություն, գոնե տղամարդ երևաց էլի, գոնե մի տղամարդ երևաց Եվրատեսիլի։ Այո, մի տղամարդ։ Իսկ մենք անցնենք առաջ եւ պատմենք ձեզ այն բոլոր նորությունները, որոնք միգուցե դեռ չեք հասցրել տեղեկանալ։ Լավ նորություն կա Սևանա լճի մակարդակի բարձրացման հետ կապված 2025 թվականի մարտի 1-ից մայիսի 17-ը ընկած ժամանակահատվածում բարձրացել է Սևանա 32 սանտիմետրով, հայտնում է շրջակա միջավայրի նախարարությունը հիդրոօթերևութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնից։ Այս ցուցանիշը վերջին 8 տարիների ամենաբարձրն է 2025 թվականի մարտի 1-ի դրությամբ լճի մակարդակը կազմել է 1900.36 մետր։ 2025 թվականի մայիսի 17-ի դրությամբ լճի մակարդակը կազմել է 1900.68 մետր։ Այնպես որ լավ է, Սևանը բարձրանում է, նաև ճահիճները կամաց կսկսեն վերանալ կամ չգիտեմ ինչ լինել, կամ ավելի խորանալ, չգիտեմ, դժվար է ասել։ Մայիսի 29-ին Հիսուս Քրիստոսի համբարձման տոնն է, սիրելի բարեկամներ, տոնը նշվում է Քրիստոսի հարության 40-րդ օրը, հարությունից հետո Քրիստոս 40 օր մնում է երկրի վրա եւ երևում առաքյալներին ու հավատացյալներին։ Այդ ընթացքում Հիսուսն իր վարդապետությունն է ուսուցանում նրանց, իսկ վերջին հանդիպման ժամանակ օրհնում ու պատգամներ տալիս առաքյալներին, որից հետո համբարձվում է երկինք։ Տոնը Հայաստանի տարբեր շրջաններում յուրովի է նշվում, սակայն նախապես կատարվում է ծաղկահավաք։ Տոնի ժամանակ ամենուրեք կատարվում է վիճակահանություն եւ պարզվում, թե տվյալ տարում որ աղջիկն է ամուսնանալու։ Տոնի օրը ջրով լի կուժերի մեջ գցում են ծաղիկների տերևներ եւ աղջիկներին պատկանող զանազան իրեր, այնուհետեւ դեռահաս մի աղջկա հագցնում են հարսից գեստ, վերցնում կուժը, ծաղիկները եւ շրջում տնետուն։ Այս ամենը զուգորդվում է երգով, պարով եւ հանգանակություններով։ Հետո սկսվում է վիճակահանությունը, ում պատկանում է կժից դուրս բերված առաջին իրեն, նրան մոտալուտ ամուսնություն է սպասվում։ Տարոսի պես մի բան էլի հարսանիքի ժամանակ։ Այո։ Կուժից հանում են մյուս իրերը, որոնց տերերին խրատներ եւ բարեմաղթանքներ են բաշխվում։ Ինչ գեղեցիկ սիրուն ավանդույթ է, որ ըստ էության կարելի է հետ վերադարձնել ավելի կիրառելի դարձնել մեր առօրյայում։ Այո, վստահ եմ, որ շատ չամուսնացած աղջիկներ էլ ավելի ուժգին կսպասեն այսօրվան, ինչպես սպասվում են աղի բլիթին, չէ՞։ Հա, կկա նման բան, մանավանդ հարսանիքի ժամանակ դե ծաղիկը նետելիս ով է վերցնելու, եթե չստացվեց, գոնե մխիթարվում են տարոսիկներով։ Ապրիլ առողջ խորագիրն է հիմա մեր դիմաց եւ գնում ենք նվաճելու այն, խոսելու ենք մի մթերքի մասին, որ կա բոլորի սառնարաներում եւ ամենահաճախն են օգտագործում հայկական ընտանիքներում։ Այս մթերքի հայրենիքն էլ հայկական լեռնաշխարհն է։ Այսօր պատմելու ենք մածունի օգտակար հատկությունների մասին։ Դիտենք տեսանյութը։ Վերադարձանք տեսանյութից, արդեն հյուրընկալել ենք մեր հյուրին։ Հայաստանի միանգամից մի քանի հնավայրերում այս տարի շարունակվելու են հնագիտական պեղումները։ Արգիշտի Խինիլիում, Զվարթնոցում, Վայոց ձորում գտնվող Սմբատաբերդում, Լոռիում գտնվող Կայանբերդում եւ Սյունիքում գտնվող Բաղաբերդում։ Մեր տաղավարում է ՀՀԿԳՄՍ նախարարության պատմամշակութային արգելոց թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՕԱԿ-ի հնամարթաբան Հասմիկ Սիմոնյանը։ Հասմիկ, բարև ձեզ, բարի լույս։ Բարի լույս։ Հնամարթաբանը շատ ոգևորիչ մասնագիտություն է եւ բնականաբար պեղումների ժամանակ եթե որևէ մարդկային մնացորդներ գտնվեն, ապա սա արդեն իսկ հաղթանակ է։ Այս ընթացքում գտնվել են արդյոք մարդկային մնացորդներ։ Ճիշտ եմ ասում, մարդկային մնացորդներ են ասում, հա։ Մարդու ոսկորներ, մարդկային մնացորդներ։ Իրականում շատ թվով ու հիմնականում այն հնավայրերում, որտեղ պեղվում են դամբարանային համալիրներ, ենթադրվում է, որ հենց դամբարանային համալիրներից էլ դուրս են գալու այս մարդաբանական մնացորդները տարբեր դարաշրջանների։ Ինչ են մեզ թելադրում այդ մարդաբանական հետազոտությունները։ Դրանք արմենոիդներ են, դրանք որտեղից են եկել, նման են մեզ, շատ ենք մենք փոխվել։
Իրականում իմ հետազոտությունների հիմնական նպատակը ոչ թե էթնիկ հետազոտություններն են, այլ են հետազոտությունները, թե տվյալ ժամանակաշրջանի մարդը ինչպես է ապրել, ինչ է կերել, ինչով է զբաղվել, ինչ հետաքրքրություններ է ունեցել, ինչ նախապատվություններ է ունեցել ու ինչպես է դիմավորել իր մահը։ Այսինքն, եթե հնարավոր է մահվան պատճառներ ճշտել, այդ հետազոտություններն են, սեռատարիքային հետազոտություններ, ինչ տարիքում են մարդիկ մահացել, կանայք են ավելի շատ մահացել, թե տղամարդիկ, արդյոք ունեցել են այնպիսի հիվանդություններ, որոնք հետք են թողել ոսկրակազմի վրա, որը մեզ համար հիմա տեսանելի է եւ այլն։ Այսինքն իմ հետազոտությունները հենց դրան են։ Այ Հասմիկ, խոսեցինք հետազոտություններից, ինչպես են իրականացվում հետազոտությունները եւ արդյոք մենք ունենք այդ բոլոր համապատասխան սարքերը։ Իրականում մարդաբանական նյութի հետազոտության համար մեծ քանակի սարքեր պետք չեն, եթե չենք հասնում այն этаպին, որ պետք է անենք հնադնթ հետազոտություններ կամ թվագրության հետ կապված հետազոտություններ, որը տալիս են հիմնականում քիմիական լաբորատորիաները ու ոչ Հայաստանի տարածքում։ Մնացած բոլոր հետազոտությունները կապված մարդկային մնացորդների հետ Հայաստանում իրականացնել հնարավոր է եւ իրականացվում են։ Ինչ լավ։ Դուք Արգիշտի խինիլիի, չէ՞, ղեկավարն եք։ Այո, հնագիտական պեղումների ղեկավարն։ Այո։ Նախ եկեք հասկանանք մեր շատ հեռուստադիտողների համար, որտեղ է գտնվում Արգիշտի խինիլին, ինչ է կարել, ինչ արդյունքներ ունեն գրանցած եւ ինչ է մեզ սպասվում։ Իրականում նախ Արգիշտի խինիլի հնավայրը գտնվում է Արմավիր քաղաքից 15 կիլոմետր հեռավորության վրա, նոր Արմավիր գյուղի սահմանային տարածքում, այսինքն համայնքային տարածքում, դեռևս 60-ական թվականներից պեղվել է Հարություն Մարտիրոսյանի ղեկավարությամբ այն ժամանակ ՀԽՍՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի կողմից։ Եվ երկար տարիներ, մոտ 30+ տարիներ պեղումներն իրականացվել են այստեղ, ու անցյալ տարի մի հետաքրքիր նախաձեռնություն տեղի ունեցավ, որ Հայաստանի 3 գիտական կազմակերպություններ միավորվեցին, որպեսզի ստեղծեն միջազգային արշավախումբ ու դրա շրջանակներում պեղվի Արգիշտի խինիլի հնավայրը։ Մի կողմից դա հնագիտության եւ ազգագրության ինստիտուտն էր, որը մինչեւ այդ էլ ղեկավարել է այս պեղումները տարածքում հնագիտական հուշարձանի, դրան միացավ պատմամշակութային արգելոց թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն ԲՕԱԿ-ը, որովհետեւ հեռահար նպատակ կա Արգիշտի խինիլի հնավայրը վերածելու արգելոցի։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հուշարձանը ինքնին շատ հետաքրքիր է ու Հայաստանի տարածքի ամենամեծ տարածք զբաղեցնող ուրարտական հուշարձանն է։ Բացի այդ, նաև Սարդարապատի թանգարանը միացավ նախագծին ու մյուս կողմից, 4-րդ կողմից դա մեր լեհ գործընկերներն են, Վարշավայի համալսարանի Միջերկրածովյան հնագիտության լեհական կենտրոնի հնագետները, ովքեր Հայաստանում պեղելու երկարամյա արդեն իսկ փորձ ունեն, որովհետև իրանց հետ համատեղ պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի ղեկավարությամբ այդ նույն թիմով պեղել ենք Մեծամոր հնավայրում ու որոշվեց, որ նոր տեղում նոր հետաքրքիր պեղումներ սկսել, բայց լինի դա միջգիտակարգային մոտեցմամբ։ Ու այստեղ մենք կիրառում ենք ոչ միայն հնագիտական հետազոտություններ եւ իրականացնում ենք, այլ նաեւ երկրաքիմիական, երկրաֆիզիկական, որտեղ միշտ խնդիր կա հնագիտական հուշարձանում բարձել այդ հնագիտական հուշարձանը ինչ этаպներ է անցել, այսինքն ինչ կլիմայական փոփոխություններ է ենթարկվել, երբ որ մարդիկ այդ ժամանակաշրջանում ապրել են, կամ օրինակի համար երկրաշարժերի հետքեր փորձեր գտնել, կամ ինչ ջրի աղբյուրներ են ունեցել, երբ է այդ աղբյուրները բարձր եղել եւ երբ են իրենք օգտագործել այդ աղբյուրները, կամ օրինակի համար արդյոք հնարավոր է բարձել տարածքում սով եղել է թե չէ ու ինչն է բերել այդ տարածքի անկմանը։ Հիմա այս ամենը որ դուք նշեցիք, ասում եք, ինչ որ մի բան բացահայտվել է, ինչ կա, ասենք, չգիտեմ, սով եղել է, ջուր եղել է։ Անցած տարի հետազոտությունները նոր են սկսվել, նախ եւ առաջ մենք տարածքում արել ենք հետախուզում, որտեղ հուշարձանը նաեւ ունի պահպանության խնդիրներ, տարածքում շատ մեծ են գանձագողների թիվը ու հուշարձանը ավիրվում է։ Բացի այդ նաև աղբանության լուրջ խնդիր կա համայնքային, որ հուշարձանի տարածքին շատ մոտ աղբ է կուտակվում, որը ինքնին արդեն իսկ վնասում է հուշարձանին, այսինքն առաջինը հետախուզումներ, փաստումը, թե ինչ հնարավոր է անել, բացի այդ նաև արել ենք մոտ 2 հեկտար տարածքի ռադիոֆիզիկա, մագնետոլոգիայի միջոցով արտասահմանյան թանկարժեք իրեր կամ թանկմետաղներ գտնելու համար։ Դա մետաղի գտնելու համար չի, այլ հուշարձանի ոչ տեսանելի հատվածների, կառույցների բացահայտմանը, այո, այլ կերպ ասած կանավորում ու հիմա բավականին հետաքրքիր արդյունքներ ունենք, որովհետև Արգիշտի խինիլի հնավայրի միջնաբերդը շատ լուրջ արդեն իսկ պեղված է, բայց քանի որ հուշարձանը շատ մեծ է, մոտ 2 կիլոմետր ձգվածություն ունի առնվազն,
ինքը կարիք ունի նաև հետազոտվելու քաղաքային բնակչության տեսանկյունից, դամբարանադաշտերի տեսանկյունից եւ այլն։ Հենց բլրի կենտրոնական հատվածում կա դամբարանադաշտ, որտեղ թաղման ծեսը իրականացվել է կրեմացիայի, այսինքն դիակիզման եղանակով, ու արդեն մի հատ փոքրիկ դիակիզման անոթ սափոր ունենք, ու ուզում ենք նաև հետազոտությունները դրան ուղենք, ունենանք կրեմացիայի մասնագետներ, որ տեղում կհետազոտեն անոթները։ Արգիշտի խինիլին ավելի շատ ուրբանի կողմնակիցն է եղել, այսինքն նա զարգացած քաղաք է, թե։ Մենք խոսում ենք քաղաքի մասին։ Թե ավելի շատ գյուղական։ Չէ, միջնաբերդով, քաղաքային թաղամասով, հզոր կառույցներով քաղաքի մասին ենք խոսում։ Ինչպես է անկել, ինչպես է, չգիտեմ, ինչ է եղել, ինչ կատաստրոֆա է տեղի ունեցել կամ, չգիտեմ, հեղափոխություն է եղել։ Քաղաքների անկման մասին շատ դժվար է ասել, թե ինչը կարող էր բերել քաղաքների հետազոտությունների պատկերացումը։ Մենք այս պահին չունենք այդ հետազոտությունների արդյունքները, բայց այն, որ Ուրարտուի մասին բավականին լուրջ տեղեկություններ արդեն իսկ կան հավաքված, խոսում են մի քանի պատճառների մասին, այլ ցեղերի հարձակումների, որոնք կարող էին ուղղակի հարձակվել ու այդ հարձակումների միջոցով հուշարձանները այրվեին եւ այլն, բնակչությունը փորձեր լքեր տարածքները, կարող էր դա լինել նաև երկրաշարժերի արդյունքում կամ անգամ կլիմայական փոփոխությունների արդյունքում, բայց միշտ Ուրարտուի հետ կապված դժվարություններ կան, որտեղ վերջնական պատասխան թե որ հուշարձանը ինչից է ընկել, դժվար է ասել։ Ու ավելի լուրջ հետազոտությունների։ Դուք նաև ժառանգել եք այս ամենը խորհրդային ժամանակահատվածից։ Շերտագրումները ինչպես են վերաբերվել, ճիշտ են բացել արդյոք, դուք լավ ժառանգություն եք ստացել, թե ձեր գործը կրկնակի է դարձել հետոյի համար։ Ամեն մի ժամանակ իր մոտեցումները ունի ու իր մեթոդները, դրա համար ես փորձում եմ երբեք ինձանից նախորդ հնագետներին ինչ-որ բանի մեջ չմեղադրել, ինչի, որովհետև կգա մի ժամանակ, երբ որ մեզ էլ նույն ձևով կվերաբերվեն, համոզվեք, որովհետև ես ինքս իմ վրա եմ դա զգում, երբ որ ես մի 10 տարի առաջ մարդաբանական նյութեր էի հետազոտում, իրանց ուսումնասիրելու մեթոդները լրիվ ուրիշ էին։ Հիմա ավելի հեշտացել են, ավելի մոդեռնիզացել են մեղմ ասած, ու լիքը բան փոխվել է, թե ժամանակն է կրճատվել հետազոտելու, թե ամեն ինչը։ Դրա համար նախորդ շրջանի պեղումների մասին խոսելու ասել, որ գործ չեն արել, դա սխալ է միանշանակ։ Այն ժամանակաշրջանում իրենք արել են այդ ժամանակին հարիր, պատշաճ մեթոդներով եւ գործիքներով։ Բայց հիմա փոխվել է ամեն ինչ, մոտեցումն է փոխվել, հետազոտության հեռահար նպատակն է փոխվել, այսինքն մենք հիմա լուրջ սարքավորումներ ունենք ու շատ տեղերում ուղղակի կարող ենք չպեղել, որովհետեւ գիտենք, որ այդ հատվածում ունենք ինչ-որ կառույցների հետքեր, ունենք ինչ-որ երևացող տեսանելի նյութեր, որոնք կարիք չկան ուղղակի պեղելու, իսկ այն ժամանակ դա ընդհանրապես, այսպես ասած, հնագետի որոշումն էր, թե այդ հատվածում պեղի, թե չէ։ Խոսենք նաև մի փոքր Զվարթնոցի պեղումների մասին, այնտեղ ինչ է կատարվում։ Այս տարի 2025 թվականին Պատմամշակութային արգելոց թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանություն ծառայության ՊՕԱԿ-ը պայմանագիր կնքեց լեհական կողմի հետ, որ երկրորդ ոնց որ հնագիտական խումբը պետք է աշխատի Հայաստանում եւ պեղվելու է Զվարթնոցի տարածքը։ Անցած տարի հասցրեցինք մոտավորապես մի փոքր քառակուսիում անել ռադիոֆիզիկա ու արդյունքները շատ տպավորիչ էին։ Հուսադրող են, որ մի բան կա։ Հուսադրող են, որովհետեւ կառույցների հետքեր կան տեսանելի ակնհայտորեն, եւ որոշում կայացվեց, որ համագործակցությունը շարունակենք, որին միանալու է նաեւ Համբուրգի համալսարանը, որն էլ հենց տրամադրելու է մասնագետներ ռադիոմագնետոլոգիայի հետ կապված տարածքը սկանավորելու համար ու նաեւ հետախուզական պեղավայրեր են դրվելու ու հույս ունենք, որ ավելի հետաքրքիր արդյունքներ, նյութեր ստանալու ենք։ Տպավորություն է, որոնք Զվարթնոցի մասին գիտենք ամեն ինչ, ինչպես է կառուցվել, ինչպես է փլուզվել, ինչ է եղել։ Իրականում գիտենք, բայց հիմա կրկին ոնց որ թե այո, շատ վաղուց են տեղի ունեցել, այսինքն վերջին շրջանում Զվարթնոցում ավելի լուրջ գիտական մոտեցման պեղումներ չեն տեղի ունեցել։ Այն շրջանից սկսած, երբ որ Զվարթնոցը արդեն իսկ պեղվել է, բացվել է տաճարը, դրանից հետո ավելի լուրջ պեղումներ երբեք չեն եղել, մասնակի փոքր պեղումներ եղել են, բայց Զվարթնոցը բացի նրանից, որ ունի ահռելի հետաքրքիր տաճարային համալիր, պետք է ունենար նաև այդ համալիրին կից կառույցներ ու հենց այդ կառույցների բացմանը ու նաև հնագիտական նյութերի հարստացմանն են ուղղված այս պեղումները, որոնք նախատեսվում են։ Սմբատաբերդ գնանք դեպի Վայոց Ձոր, այո, ինչ ունենք այդտեղ։ Պեղումները սկսվել են երեկվանից, ինչքան գիտեմ։
Ավետիս Գրիգորյանի ղեկավարությամբ։ Եղանակային պայմանները չեն խանգարում, որտեղ մենք իրականում չեմ կարող ասել։ Չէ, նկատի ունեմ որտեղ է բարձրանալու համար մեքենաներով են գնում հատուկ տեխնիկա, ծանր տեխնիկան օգտագործում։ Իրականում բարձրադիր է, մոտենալը բերդին բարդ է, բայց միևնույն է, հաշվի առնելով, որ հուշարձանի տարածքում պետք է իրականացվեն վերականգնման աշխատանքներ, նպատակահարմար է գտնվել կրթության, գիտության, սպորտի նախարարության կողմից իրականացնել պեղումները այստեղ եւ նաեւ արդեն վերականգնման նախագիծ իրականացնել։ Ի տարբերություն Արգիշտի Խինիլի Սմբատաբերդում եւս կան գանձագողեր, հայտնի է Սմբատաբերդը գանձերով գնան մարդիկ պեղեն, ինքնագլուխ փորեն։ Իրականում ոչ, հավատացեք, այն տարածքներում են հիմնականում գանձագողության դեպքերը շատ, որտեղ կան առնվազն դամբարանային համալիրներ, այսինքն երբ որ մարդիկ ակնկալում են, որ ինչ որ տարածքից ունենալու են նյութեր, ու դրանք հիմնականում մետաղյա իրերի տեսքով են հայտ գալիս, այսինքն պատահական գանձագողերը ուղղակի չեն հայտնվում։ Իսկ այս համագործակցությունը ինչպես է կազմակերպվում անհատի եւ ձեր գերատեսչության, որպեսզի նրանք ավելի բաց լինեն, ավելի համագործակցող լինեն, մի բան որ գտնեն, զանգեն, իրենց չպահեն, չգիտեմ, ընտանեկան տոհմական զարդ չդարձնեն իրենց համար։ Իրականում այդ ընդհանրապես անհատական մոտեցում է։ Մարդիկ կան միանշանակ, երբ որ իրենց տարածքում բացվում է ինչ-որ հուշարձանի հետքեր, ահազանգում են, տեղյակ են պահում հուշարձանների պահապաններին, մարզային ծառայության աշխատակիցներին, բայց միայն անհատական մոտեցում է, շատ դժվար է ասել, որտեվ բոլորն էլ ուզում են հարստանալ։ Այդ պարագայում շատ դժվար է մարդկանց բացատրել, որ այն հուշարձանը, որ իրենք ավերում են, ու այն արդյունքները, որ իրենք ստանում են, այնքան էլ իրանց չի հարստացնի, բայց մեզ մշակութային տեսակետից շատ կհարստացնի։ Դա կդառնա թանգարանում ցուցադրվող իր, դա կլինի նոր բացահայտված հուշարձան։ Կայան Բերդը ինքնին արդեն անունը շատ հետաքրքիր է, ինչ պատմություն ունի սա, ինչով է հետաքրքիր այն մեզ։ Կայան Բերդի պեղումները այս տարի դեռ նոր են սկսվելու, շատ ինֆորմացիա ձեզ չեմ կարող ուղղակի տալ, ինքը կրկին վերականգնման նախագծի շրջանակներում է նախարարության կողմից որոշված, այսինքն կան մի քանի ծրագրեր, որոնց նպատակը ոչ թե շատ երկար հնագիտական պեղումներն են, այլ օժանդակելը վերականգնման նախագծերին։ Կադրային քաղաքականությունից։ Այդ դուք երիտասարդ, ավյունով լեցուն, գիտնական եք, ով իր գործը սիրում է։ Ձեզ պես շատ մարդիկ կան, ինչով է հետաքրքիր այսօր հնամարդաբանը կամ հնագետը։ Ճիշտ ասած, չեմ կարող ես իմ տեսակետից կարող եմ ասել միայն։ Դուք ասեք, որ ինպես մարդիկ շատ են, մենք դրանով կմխիթարենք։ Հավատացեք, շատ են, երիտասարդների քանակն էլ հիմա շատ են, ու հատկապես այն պահից սկսած, երբ Երևանի պետական համալսարանում պատմության ֆակուլտետում բացվեց հնագիտության բաժին, ու մարդիկ հնարավորություն ստացան հնագետ մասնագիտություն ստանալ դեռ բակալավրի տարիներին, ու հենց Արգիշտի Խինիլիում մի հետաքրքիր նախագիծ էլ ունենք, ճիշտ ասած, քանի որ այս տարի պայմանագիր է կնքվել Երևանի պետական համալսարանի ու Վարշավայի համալսարանի միջև, որոշել ենք ավելի նեղ պայմանագիր կնքել նաև հնագիտական կառույցների միջև, դա լինելու է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հնագիտության ու ազգագրության ամբիոնը եւ Վարշավայի համալսարանի միջերկրածովյան հնագիտության լեհական կենտրոնը, որի շրջանակներում ուսանողները հնարավորություն են ունենալու ուսանելու տարիներին արդեն իսկ մասնակցել հնագիտական պեղումների։ Ոչ միայն Հայաստանում, այլև, չգիտեմ, կարող է եւ գնան այդտեղ փոխի փոխանակում լինի։ Ինչպես ենք մենք ներկայանում, այդ դրսից գալիս են արշավախմբեր, գալիս են գիտնականներ, չգիտեմ, մակարդակները, այդ փորձի փոխանակումները մենք վերցնում ենք, թե մենք տալիս ենք հիմնականում։ Տեղեր կա, որ վերցնում ենք, տեղեր կա, որ տալիս ենք, որովհետեւ մենք ունենք մասնագետներ, որոնք այնքան բարձր գիտելիքներ ու կարողություններ ունեն, որ միանշանակ արտասահմանյան գործընկերներն են քաղում, ու նաև հակառակը։ Միգուցե ինչ որտեղ զիջում ենք տեխնիկայի հարցում, ավելի զարգացած տեխնիկայի, բայց հավատացեք, դա տևում է ընդամենը մի 2 շաբաթ, երբ որ դու փորձում ես սովորել տեխնիկայի հետ աշխատել, իսկ հետո արդեն որևէ խնդիր չի լինում։ Նաև Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ, սա ոչ միայն ալեգորիկ մոտեցում է, այլ բառիբուն իմաստով է, որովհետև ամեն 2 կիլոմետրը մեկ ինչ-որ բան կարող է բացվել։ Որքանով ենք մենք հետաքրքիր այս հնագիտական туриզմի տեսակետից, որովհետև շատ տեղերում, ինչպես որ բաց են այդ հուշարձանները, մարդիկ գնում են եւ սեփական փորձով տեսնում են, շատ ժամանակ նաև փորձում են փորել ինչ-որ մի բան։ Մասնակիցը դառնալ ինչ-որ մի բան։ Հա, մենք նման բան ունենք, թե դեռ ոչ։ Իրականում հիմնականում դա կախված է պեղումների ղեկավարից, ու եթե տուրիստական խմբերը
համագործակցում են այդ պեղումների ղեկավարների հետ։ Շատ հաճախ, օրինակ Մեծամորի հնավայրում մենք ունենում ենք խմբեր, ովքեր ուղղակի գալիս են, պատահական մարդիկ, որոնք գալիս են մասնակցելու հնագիտական պեղումների, ու շատ գործընկերներ գիտեմ Հայաստանի տարբեր հատվածներում, տարբեր հուշարձաններում պեղող, որ շատ բաց են, ու հավատացեք կան նաև տուրիստական խմբերի ղեկավարներ, ովքեր գիտեն այդ ամեն ինչի մասին, ու մոտեցումը իրանց այնպիսին է, որ ոչ թե լինի Հայաստանը զուտ մի քանի հուշարձան ներկայացնելու միջոցով, այլ այնպիսի բացառիկ հուշարձաններ, որոնց մասին իրենք դեռ չեն լսել, այսինքն Իսկ արդյոք այդ ժամանակ չեն խանգարում նաև տուրիստները իրենց գործողություններով։ Ոչ, որովհետև շատ հաճախ իրանք նախ հարցնում են ինչի իրավունքը իրանք ունեն, ու սովորական մի տեղ էլ նույնիսկ օգտվում են։ Մենք 25 թվականի համար խոսեցինք Արգիշտի Խինիլի, Զվարթնոցի, Սմբատաբերդի եւ Կայան Բերդի մասին։ Սյունիքում Բաղաբերդի մասին չխոսեցինք։ Երկու բառով էլ Բաղաբերդի մասին ասեք, ինչ փուլում է, ինչ են կանում, եւ հասկանանք 25-26 թվականին ինչ նպատակներ ունենք։ Բաղաբերդի ինչքան գիտեմ աշնանն են պեղումները սկսվելու, որովհետեւ հնագետը Ավետիս Գրիգորյանը, որ այս պահին պեղում է Սմբատաբերդը, պեղելու է Բաղաբերդը, այսինքն Նա պիտի ավարտի։ Մի արշավախումբը պետք է ավարտի, որ մյուսը սկսի, անցած տարի սկսված պեղումներն են Բաղաբերդի, որ շատ արդեն լուրջ արդյունքներ են տվել, նյութերը բավականին լավ վիճակում են գտնվում, մեծ թվով միջնադարյան նյութեր են դուրս եկել ու գտնվում են վերականգնման լաբորատորիայում, ու Բաղաբերդի էլ նաև որոշ մասամբ վերականգնման նախագիծ է նախատեսվում, դրա համար պեղումները հաստատ շարունակվեն։ Սա միայն մեր ուժերով է Բաղաբերդը, թե մենք համագործակցում ենք, ինչ որ այլ լեհական ասեցիք, իտալական ասեցիք։ Բաղաբերդը հայկական արշավախումբ է։ Դե խնդրում եմ ասեք 25-26 թվականի համար ինչ նպատակներ կան, որտեղ եք նախատեսում եւ քանի հենց հիմա քանի արշավախումբ է աշխատում ամբողջ Հայաստանի տարածքով։ Միայն սա արդեն ծավալ է, արդեն բավական լուրջ ծավալ է, այստեղ նաեւ մարդիկ կան, այստեղ նաեւ տարբեր գիտնականներ կան, ինչպես եք հասցնում այո Հայաստանի ողջ տարածքով մեկ։ Հայաստանի տարածքում ինչքան գիտեմ մոտ մի 50 արշավախումբ է աշխատելու այս տարի։ Դեռևս 15 արշավախմբերի բաց թերթիկներն են տրված, թույլտվությունները, որոնց շրջանակներում իրենք կարող են պեղել, բայց դեռ սկիզբն է տարվա, հաշվի առնելով, որ ձմռան ամիսներին ուղղակի պեղելը անհնար է, եւ դեռևս կստանան մասնագետները բաց թերթիկներ, հետո Հայաստանում աշխատում են բազմաթիվ միջազգային արշավախմբեր, հայ ամերիկյան, հայ իտալական, հայ ֆրանսիական, հայ գերմանական, ու Հայաստանի տարբեր հատվածներում են աշխատում։ Անցած տարի ինչքան հիշում եմ, չեմ կարող հստակ ասել, 50-ից ավելի բաց թերթիկ է տրվել, այսինքն 50 արշավախումբ աշխատել է Հայաստանի տարբեր հատվածներում։ Դրանք դամբարանադաշտեր են, եկեղեցիներ են, ամրոցներ են։ Մարդկանց հայտնաբերել ենք այս ընթացքում։ Միանշանակ, անցած տարվա իմ Որտեղից եք հայտնաբերել։ Արտանիշի հնավայրում մարդաբանական նյութեր են պեղվել, հայ-գերմանական արշավախմբի կողմից։ Ինչ արդյունքներ կան, հետազոտվել են նրանք։ Արդեն հա, որովհետև հաշվետվությունները արդեն նախարարությանը ներկայացվել են։ Ձեզ տպավորած ամենահետաքրքիր գտածոն որն էր այս ընթացքում, չգիտեմ, նրա կենսագրությունը բացահայտված է։ Շատ բարդ է ասել, որովհետև ամեն մի հուշարձան իր հետաքրքիր կողմերը ունի, այսպես որ կարող եմ շատ տպավորիչ ասել, անցած չէ, նախանցած տարի պեղած Քանագեղի դամբարանադաշտի Սևանի տարածք Մարտունու շրջան ունենք մարդաբանական նյութեր մի դամբարանում մոտ 27 անհատների, որոնցից մեկի գանգի վրա կար տրեպանացիայի հետքեր, որ նշանակում է, որ մարդը այդ ժամանակահատվածում ենթարկվել է վիրահատական միջամտության, ու քանի որ գանգի վրա կային նաև լավացման հետքեր, կարող ենք ասել, որ այդ մարդը այդ վիրահատությունից հետո ապրել է։ Այո, փաստորեն, իսկ որոշված է կին էր թե տղամարդ։ ՄԹԱ 15-րդ դար, 15-14-րդ դարեր։ 14-րդ դարում էր թվարկությունից առաջ Հայաստանի տարածքում վիրահատություն է կատարվել, որից հետո մարդը ապրել է։ Իսկ տարիքը մոտավորապես ինչքան էր, դա որոշված 40+։ Այ քեզ բան, այ քեզ հետաքրքրություն։ Հասմիկ, ինչ ասեմ, ուզում եմ թողնել իմ այս ոլորտը եւ գալ ձեր հետևից, որպեսզի օգնեմ ինչ-որ բան գտնեք, իրար հետ բացահայտենք, սա կարծում եմ շատ հրաշալի է։ Արգիշտի Խինիլիի, Զվարթնոցի, Վայոց ձորում գտնվող Սմբատաբերդի, Լոռիում գտնվող Կայան Բերդի եւ Սյունիքում գտնվող Բաղաբերդի մասին զրուցում ենք ՀՀԿԳՄՍ նախարարության պատմամշակութային արգելոց թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՕԱԿ-ի հնամարտաբան Հասմիկ Սիմոնյանի հետ։ Վստահ եմ, որ առիթներ ունենալու ենք ելի մեր եթերում զրուցելու խոսելու, որտեվ 50-ից ավել
պեղումներից դժվար թե ինչ-որ բան դուրս չգա։ Հաստատ ինչ-որ բան դուրս գալու է։ Շնորհակալ եմ, ձեզ լավ գտածոներ, լավ տպավորություններ, որը որ հետո կկիսվեք մեզ հետ։ Իսկ հիմա Գովազ Շանթի եթերում։ Երկուշաբթին թեթևացնելու լավ միջոց գիտի Նելին։ Այո, պետք է լսել լավ երաժշտություն եւ վերադառնալ։ Սիրում եմ այս մեկնաբանությունները շատ լիրիկական, երգը շատ ագրեսիվ մատուցմամբ։ Լավ է, սա զարթուցիչ, իհարկե, զարթուցիչ է սա։ Ես առաջարկում Զարթնեցիք, շատ լավ, ժամանակն է պտտվելու աշխարհի շուրջը։ Այս փոքրիկ երկիրը գտնվում է Եվրոպայի հարավում։ Նրա տարածքի մեծ մասը լեռնաշղթաներ ու սարահարթներ են։ Լեռները ծածկված են լայնատերև, կաղնու, հաճարենու անտառներով, իսկ լեռնային կիրճերից դեպի ծով են հորդում արագահոս գետերը։ Տպավորություն ոնց որ մի որևէ գեղարվեստական գրականությունից հատված ենք, չէ՞, մեծ բերում։ Այստեղ կլիման մեղմ է, իսկ լեռնային շրջաններում խստաշունչ ձմռանը հաճախակի են բուքն ու մինչև -20 աստիճանի հասնող սառնամանիքները։ Երկրի ափերը ողողում են Ադրիատիկի ջրերը, ուղևորվում ենք Ալբանիա։ Գիտեք, Հայաստանի Հանրապետության եւ Ալբանիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են դեռ 1993 թվականի փետրվարի 18-ին։ Պետք է հասկանալ, իսկ վիզայով է Ալբանիա գնալը, թե չէ։ Իսկ երբ ասում ենք, որ հաստատվել են, ինչի նկատի ունենք արդյոք։ Չէ, ես նկատի ունեմ վիզա, երբ որ ասում ենք, նշանակում է որևէ վիզա պետք չի հիմա գնալ Ալբանիա, այ դրա համար եմ ասում։ Հենց հիմա եկեք գնանք Ալբանիա, բացահայտենք այս երկիրը։ Հետաքրքիր երկիր էր Ալբանիան, պետք է զանգել վիզա կենտրոն ճշտել, ալո, բարև ձեզ, Ալբանիա վիզայով է, թե ոչ, առավոտը շանթում առանց վիզայի գնացինք, ուզում ենք հասկանալ։ Գնանք առաջ, մեր հովանավորն է Stark ապրանքանիշը, որը ներկայացնում է USB 2A եւ 3A տեսակի վերալեզքավորվող մարտկոցները, սա հիանալի խնայող եւ արդյունավետ այլընտրանք է մյուս բոլոր 1.5 վոլտ մարտկոցների համեմատ։ Վերջին սերնդի Stark USB մարտկոցների լիցքավորումը կատարվում է USB-C լիցքավորմամբ։ Պարզապես միացրեք դրանք ձեր համակարգչի, նոթբուքի կամ մեքենայի ցանկացած USB-C վարդակից եւ վերջ այլևս ստիպված չեք լինի ձեր երեխայի խաղալիքի հեռակառավարման վահանակի, անլար մկնիկների եւ այլ սարքավորումների համար անընդհատ մարտկոցներ գնել։ Stark USB մարտկոցների ամբողջական լիցքավորման համար ընդամենը 30 րոպե կպահանջվի։ Խնայեք ձեր գումարն ու ժամանակը ձեռք բերելով Stark լիցքավորող մարտկոցները։ Գնումների համար կարող եք զանգահարել 044 840 801 հեռախոսահամարով կամ ձեռք բերեք Stark-ի պարագաները Ozon եւ Wildberries Marketplace-ներին։ Ահա, դուք տեսնում եք ձեր էկրաններին, Marketplace-ները, այո, ինչպես շատերը ասում են, արտիկուլը կթողենք մեկնաբանության մեջ։ Գնանք Գովազդի բարեկամներ, մինչև որ դուք արտիկուլը կգտնեք եւ կուղարկեք ձեր ընկերոջը։ Մենք վերադարձանք եւ ինչպես նշել էինք ի սկզբանե, մեր տաղավարում է Աստղիկ Սաֆարյանը։ Նա եկել է Սաֆարյանն է լինելու, մենք ասել ենք, որ երաժշտական պրեմիերա եկել էր երկար սպասված նորությամբ։ Թե ինչ նորություններ ունի Աստղիկը, վստահ եմ, որ այսօր շատ բացահայտումներ ենք միասին անելու։ Ողջույն Աստղիկ։ Բարի լույս։ Ահա տեսնում ենք դատակաձեռնչեք, միանգամից երևում է ձեր շատ ֆուտուրիստիկ նկարը։ Եվ տեսնում ենք նաեւ հինգը եւ մատերի վրա եւս պահածինգը, ուսա մեր հերոսադիտողները տեսան։ Ինչ է սա։ Նոր ալբոմ է, թե սա ինչ-որ ձայնասկավառակս է, որ թողարկել են վերջերս, ընդամենը մի քանի օրեր առաջ։ 5-րդ ձայնասկավառակ, որը ներկայացավ շնորհանդեսի ձևաչափով նաև, փակ շնորհանդեսը արեցինք, Նելին եւս հրավիրված էր։ Չես գնացել։ Ոնց չեմ գնացել, ոնց կարող եմ ես բաց թողել Աստղիկի ձայնասկավառակի շնորհանդեսը։ Անկամ անկախ վատ եղանակից բոլոր հյուրերս ներկա էին իր ուրախությունից եւ կարծում եմ շատ սիրուն միջոցառում է եղել։
Ձայնասկավառակը իրենով փորձել ենք նոր արարական լուծումներով մոտենալ, որովհետև երևում է, զգացվում է։ Ես հիմա ուզում եմ բացել եւ հեռուստադիտողներին ցույց տալ, ոչ սա մինի դիսկ չէ, մինի դիսկ ուրիշ է ասած, մակրո դիսկ չէ, այլ դիսկը լегким движением руки превращаются, опа. Ֆլեշկու։ Այո, որովհետեւ նոր ժամանակներում դժվար թե շատերը CD կրիչներ ունենան, հիմա USB կրիչներն են։ Ձայնասկավառակի տեսքով USB կրիչներ, որոնք շատ ավելի ռացիոնալ են, ավելի հեշտ է օգտագործելու տեսանկյունից եւ այնտեղ մեքենայի մեջ կարող ես լսել եւ համակարգչով կարող ես լսել, բայց տեսքը ձայնասկավառակի տեսք ունի, որպեսզի պահպանենք նաեւ իր այդ ձայնասկավառակ ասվածը, այո։ Նաեւ այստեղ տեսնում ենք QR QR-ը արդեն մեզ ստանում է թվային հարթակներ, որտեղ է եւ թվային հարթակ Աստիկ 5-րդ ձայնասկավառակ։ Դու ունես քո ոճը ու կարծես թե բոլոր անցած 4 ձայնասկավառակներն ունեին իրենց տեսակը, ինչև թե կար ձայնասկավառակների մեջ երգեր, որոնք միգուցե քավերներ են եւ այլն։ Այդ ձայնասկավառակը ինչով է տարբերվում, քանի երգ է տեղված եւ որոնք են հենց քո ստեղծագործածները։ Այո, ուզում եմ հարցնել, որ 5 երգ է ստեղծված։ 5-րդ ալբոմը 5 երգ ունի։ Այս անգամ ամեն ինչ արվել է 5-ի շուրջ, 5-րդ ձայնասկավառակ, 5 հեղինակային երգեր, 5-ն էլ ներկայանալու են տեսահոլովակով եւ պատահական էլ չէր, որ շնորհանդեսի օրը ընտրված էր 05-05-25-ը, ամեն ինչ կատարվում էր այդ 5-ի շուրջ։ Ամենայն դեպս մենք այն սերունդն ենք, որտեղ 5 գնահատականը գերազանց է համարվում, այո, ես էլ եմ այդ սերունդից։ Իսկ դպրոցում դպրոցում էլ, համալսարաններում էլ անգամ նաև իր աշխատանքի մեջ։ Սիրելի Աստղիկ, 5 երգի հեղինակները ովքեր են։ Ինչպես իմ բոլոր ձայնասկավառակներում, այս անգամ եւս երաժշտության եւ խոսքերի հեղինակը ինքս եմ, բայց գործիքավորումների առումով համագործակցել եմ, այս անգամ համագործակցել եմ Edelweiss-ի հետ, ով հիմնականում համաշխարհային լեյբլների հետ է համագործակցում, Ռուսաստանաբնակ հայ շնորհալի երիտասարդ է, ում մտքերը երաժշտական շատ սիրեցի, շատ հավանեցի եւ կարծես թե շատ նոր թարմ տրենդային մոտեցումներով է մոտեցել երգերին ու այս ձայնասկավառակում շատ ավելի կտեսնեք ավելի ռիթմիկ, աստղիկ, ավելի պարային, բայց ավելի մոտ համաշխարհային տրենդերին, համաշխարհային բիթերին։ Ես կարծում եմ, որ 5-րդ տրեքը համագործակցություն է Gorgios Beats-ի հետ։ Այո, միայն 5-րդ երգը, որը կոչվում է Գիշերվա երկուսին, Gorgios Beats-ի հետ է համագործակցությունը, դա եղել էր առաջարկը նրանց կողմից, ուղղակի բիթեր էին տրամադրել եւ փորձել ենք հասկանալ արդյոք կկարողանան որևէ բան ստեղծագործել դրա վրա եւ ստացվեց, հետաքրքիր գործ ստացվեց եւ չուզեցի, որ այդ երգը եւս մնա որպես այդպիսին սինգլ, որոշեցի, որ սա եւս պետք է ներառվի իմ 5-րդ ձայնասկավառակում։ Աստղիկ, ես վստահ եմ, որ դուք 2000-ականների փոփ էստրադան լավ եք հիշում, այն ժամանակի որ Քրիստինա Ագիլերան մի քիչ Ավրիլ Լավիններ այդտեղ, Բիյոնսեն կամաց անջատվեց հետո Destiny's Child, Justin Timberlake։ Այո, cover-ը եւ այս ամբողջ կոնցեպտը ինչի տանում է 2000-ականներ։ Սա ես ճիշտ եմ հասկանում, թե նմանություններ կան։ Ամեն նոր բան, որ ասում եմ մոռացված հին է, ինչպես արդեն շատերս գիտենք, մի քանի տարի մեկ ամեն ինչ կրկնվում է, որպեսզի նոր սերունդը եւս, եթե մի բանը լավ է, նորից ծանոթանա դրան, հա, այսինքն ես անգամ համաձայն եմ դրա հետ, որովհետեւ ինձ թվում է նաեւ կնկատեք երաժշտության մեջ, որ վերադարձել ենք հիմա 80-ականների բիթերին, անգամ fashion-ի մեջ, հա, նորից վերադարձել ենք հետ, այսինքն ամեն ինչ նորից գնում է հետ եւ շատ ավելի նոր ձևով ներկայանում է նոր օրերում, ինչը կարծում եմ նորմալ է, որպեսզի այն ինչ լավն է եղել անցյալում, գոնե հիմիկվա երիտասարդները եւս ծանոթանան եւ համտեսեն։ Տիեզերք են ուղարկում մարդկային գեները, արյունը, նաև դիսկոգրաֆիա են ուղարկում, եթե հնարավորություն լիներ Աստղիկ Սաֆարյանը իր 5 ալբոմից ընդամենը մի երգ ուղարկելու տիեզերք, որը կուղարկեր։ Դժվար հարց է։ Ինձ թվում է ամենալավ կոչվող երգը կուղարկեի։ Որը? Ամենալավ։ Ամենալավ։ Տեսահոլովակը հենց այս երգի վրա է նկարահանված։
ինքը ուղղակի նկարահանվելու է, միանշանակ նկարահանվելու է, ինչու, որովհետև կուզենայի նաև այնպես անել, որ անպայման այդ ինչ-որ կերպով, երկը այնտեղ լիներ նաև ինչ-որ դրոշ, որտեղ անպայման կնշմարվեր Հայաստանի դրոշը։ Կստացվեր ամենալավ Հայաստան։ Անտի, կանք հարազատ երկին նաև առաջին տեղում է, հին ժամանակներում վինիլները երբ որ գրվում էին, ամենաազդեցիկ երգերը դնում էին A-side-ի առաջին Դա երգը։ կուլտուրա է, կարծում եմ դա կուլտուրա է, այսինքն այն, որը համարում ես դեբյուտային ձայնասկավառակի համար, որը համարում ես դեբյուտային խոսքը, դա հիմնականում դնում ես առաջինը, որովհետև լսարանն էլ, կամայից առաջինը դա է փնտրում, որովհետև ունի տեսահոլովակ։ Այսօր կարող ենք նաև ներկայացնել, իհարկե ձեր թույլտվությամբ, հարազատ երգի տեսահոլովակը, որովհետև այն դուրս է եկել երևի թե 1 ամիս առաջ, եթե ճիշտ եմ հիշում, եւ բավականին շատ սիրվել է, որովհետև ինքը տենց իր տեսակի մեջ համահունչ է համ երգին, համ սիրուն կերպարներ կան, մի խոսքով sense։ Գնանք լսելու, գնանք ավելավելեսեք։ Պրեմիերա ուղարկենք ձեզ Առավոտը Շանթումի, Աստղիկ Սաֆարյան, 5-րդ ալբոմից առաջին երգը, Հարազատ, հենց հիմա, մոկեք եթերից։ Հազարած սիրուն դեմքեր կան, հազարած սիրուն տեղեր կան, բայց իմ ու քո աշխարհը մեկն է, այդ աշխարհում ուրիշը չկա։ Հազարած սիրուն դեմքեր կան, հազարած սիրուն տեղեր կան, բայց իմ ու քո աշխարհը մեկն է, այդ աշխարհում ուրիշը չկա։ Ու ամեն ինչից զատ, մենակ դու ես հարազատ, ու ամեն մեկից զատ, մենակ դու ես հարազատ, ու ամեն ինչից զատ, մենակ դու ես հարազատ, ու ամեն մեկից զատ, մենակ դու ես հարազատ։ Beautiful faces, but you and I, we don't even notice as we're in love and in peace. There are so many different places, there are so many beautiful faces, but you and I, we don't even notice as we're in love and in peace. There's nobody I want to date, only you are my soulmate. There's nobody I want to date, only you are my soulmate. There's nobody I want to date, only you are my soulmate. There's nobody I want to date, only you are my soulmate. Հինգ կերպարով Աստղիկներ Սաֆարյան իր 5-րդ ալբոմից տղաները տենց են։ Իր 5-րդ ալբոմի առաջին երգներ խոստացա, որ էլի երգեր պիտի լինեն, տեսալովներ պիտի լինեն երգերի համար։ Շնորհավորում ենք Աստղիկ։ Շնորհակալ եմ։ Պարային ռիթմիկ, այո, եւ կարծում եմ արդեն Երևանում տարբեր մեքենաներից այս երգը պիտի հնչի։ Այո, շատ մեքենայական երգեր, դեպլամացեցի։ Մեքենաների մեջ լսող երգ են։ Աստղիկ, արի մի փոքր հետ գնանք ու հիշենք, որ դու էլ քո առաջին քայլերը սկսել ես Շանթ
Շանթ հեռուստաընկերությունից, հետ Սուպերստարի, իդեպ եթե գիտես, Սուպերստարը մեկնարկել է իր նոր եթերաշրջանը, բավականին դադարից հետո։ Շատ ողջունում եմ, շատ ուրախացել եմ այդ առումով, որովհետև գիտեմ, թե դա ինչքան մեծ ճանապարհ է հարթում տաղանդավորների համար եւ եթե կարողանան իսկապես այդ ընթացքի դասերը ճիշտ քաղեն, ապա վերջում պարզապես պրոֆեսիոնալ դուրս կգան այդտեղից ու ես համոզված եմ, որ Շանթ հեռուստաընկերությունը դա պարզապես կապահովի իրենց համար, որովհետև ինչպես որ մեզ համար է ապահովել իր փորձը փոխանցելով, հա, այսինքն մենք ես հիշում եմ ինչ ընթացքներ էինք ապրում, թե հարցազրույցի տեսանկյունից ինչպես էինք պատրաստվում, հա, խոսքի վրա էինք աշխատում, բեմի վրա էինք աշխատում, երգելավոճի վրա, այսինքն ամեն ինչի վրա դա կարելի էր ասել դպրոց հանդիսացավ մեզ համար եւ լիահույս եմ, որ այս նոր մասնակիցների համար եւս հանդիսանալու է դպրոց։ Որ թվականներ ասեք, դու երբ ես մասնակցել, ամենաառաջինն էր։ 2006 ամենաառաջինը, դա գրեթե 20 տարի առաջ է։ Դու քանի տարեկան էիր Աստղիկ, այսինքն։ Շատ փոքր։ Ես այդտեղ նստած եմ, ինչ հարցեր եք տալիս։ Շատ երիտասարդ։ Հարցեր կան, որ չի կարելի տալ։ Մանավանդ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին։ Չնայած մի հաղորդավարի ունենք ասել, բոլորն են գեղեցիկ սեռի ներկայացուցիչ, բայց հարցը դրանով է։ Աստղիկ, այո, Սուպերստարը շատ կարևոր պլատֆորմ է, շատ կարևոր հարթակ է, որ հիմա այս երաժշտական լեզվում երաժշտության մարդիկ կիմանանք դիլեյը ինչ բան է, որ այդ միտեղ եղել է եւ հիմա այս ամեն ինչը կրկին գալիս եւ հետ է վերադառնում։ Եվ սա շատ լավ է, որովհետեւ սկսել միտեղից եւ հասնել արդեն առանձին կարիերա ունենալ եւ այն էլ 5-րդ ալբոմ թողարկել, սա եւ քաջություն է եւ իհարկե Շանթն էլ իր ուրույն տեղը ունի։ Եվ շատ դժվար, քանի որ արի խոսենք նաև այն մասին, որ այս տարիների ընթացքում շատերը փորձեցին հարմարվել շուկային, շատերը փորձեցին երգել ու ստեղծագործել այն շուկայում, որտեղ որ գումար էր ավելի շատ այսպես պտտվում, բայց կարծես Աստղիկը այսպես մի գիծ ունի, որը որ փորձեց Աստղիկը ոչ թե նպատակը դրեց գումարը, այլ նպատակը դրեց երաժշտությունը։ Գիտես, դա կարող է ինչ-որ մեկին դուր գալ, ինչ-որ մեկին դուր չգա, սա հարցի երկրորդ կողմն է, բայց այն, որ դու պահպանեցիր քո ոճը, շարունակեցիր ստեղծագործել քո ուրույն տեսակի մեջ, քո գեղեցիկ ձայնային այդ սիրուն ելևեջներ ցուցադրելով, դա կարծում եմ, որ շատ կարևոր է եւ այսօր այնտեղ ես որտեղ որ կաս։ Շնորհակալ եմ շատ եւ շնորհակալ եմ, որ կան շատ քեզ նման որակը գնահատող մարդիկ, ովքեր իսկապես սիրում են հենց այդ տեսակի երաժշտություն եւ բարձր են գնահատում դա եւ համերգներին գալիս են, ուրախանում են, սիրում են, դու զգում ես, որ իսկապես երգերդ անգիր քեզ հետ երգում են, դա նշանակում է, որ իրենք քեզ հետ հավասար սիրում եւ գնահատում են այդ որակը։ Աստղիկ, Ադելը մի առիթով բողոքի ակցիա արեց, ասելով, թե ինչու եք շաֆլ այդ կոճակը դրել Spotify-ի մեջ, որովհետև մենք արտիստներս ամեն մի հաջորդ տրեկից հետո այդ տրամաբանություն ենք պահում, դրամատուրգիան ենք պահում, ինչու եք անում, որպեսզի շաֆլ տարբերակով խառը հերթականությամբ գնան։ Եվ նա հասավ նրան, որ այո, ինչ հերթականություն կա, դրանով պիտի գնաս։ Ինչ տրամաբանությամբ է ընտրված 5-րդ ալբոմի երգացանկը։ Ես համաձայն եմ Ադելի հետ, որովհետև իսկապես կա այդպես, ես անգամ իմ համերգների ժամանակ անպայման այդ երգերի հերթականությունը միշտ փորձում շատ ուշադիր եմ լինում այդ առումով, որ տրամադրությունը տրամաբանական բարձրանա, հա, այսինքն սկզբից ավելի lounge տեսակի երաժշտություն, ավելի հանդարտ երաժշտություն, երկրորդ սետում ավելի ակտիվ, ամենավերջում ամենապարայինները, դա շատ կարևոր է եւ այստեղ էլ առաջնորդվել եմ գրեթե այդ սկզբունքով, այսինքն մի երգի վերջին բիթերը պետք է համապատասխանեն երկրորդ երգի առաջին բիթերի հետ, այսինքն տրամադրությունը պետք է դիջեյական մտածողություն կա արդեն մեկի վերջը, մյուսի սկիզբն է, հա։ Ամեն ինչ կարևոր է եւ ամեն դետալի վրա ինքս եմ աշխատում, չգիտեմ բարեբախտաբար թե ցավոք, բայց այդպես է կատարվել արդեն 20 տարի, անգամ տեսահոլովակների նկարահանումների ժամանակ փորձում եմ մասնակցություն ունենալ, ճիշտ է, կան կողքից շատ լավ մասնագետներ, ռեժիսորներ, նաեւ ձայնագրության ժամանակ ամեն դետալի, ամեն տառիկի վրա ես ինքս կողքը նստում եմ մասնագետի, որպեսզի իմ պատկերացրածով
Իմ երեխայական շարքից պիտի մեջ բերեմ հիմա հարազատ, օքեյ, ուր է սերը, ամենալավ, գիշերվա 2-ին։ Սա հերթականությունն է Աստղիկ Սաֆարյանի նոր ստեղծագործական միտքը սահման չունի ուղղակի։ Չէ, իհարկե ունի, շատ քառակուսի ընդամենը մի քանի մեկ քառակուսի մետր ընդամենը։ Աստղիկ, մենք եւս մի անգամ շնորհավորում ենք ձեզ։ Վստահ եմ, որ 5-րդը վերջը չէ, դեռ 15-ն էլ կլինի, 25-ն էլ կլինի։ Ձեզ նորանոր մուսաներ, նորանոր ստեղծագործելու հնարավորություններ, խաղաղություն, որպեսզի ամբողջապես կարողանանք մեր գործով, այսինքն ամեն մեկը զբաղվի նրանով, ինչով որ պիտի զբաղվի։ Աստղիկ Սաֆարյանն էր մեր տաղավարում, նա ուներ նորություն եւ դեռ էլի պիտի ունենա 4 նորություններ, որովհետեւ պետք է լուսաբանվեն հենց մեր եթերում։ Որտեղ որ 4 տեսահոլովակ պիտի լինի, ձեզ ուշ կորով երանտ եւ համբերություն։ Շնորհակալ եմ շատ, ձեզ եւս շատ շնորհակալություն հյուրընկալելու համար, նման ջերմ ընդունելության համար եւ նրա համար, որ այսքան լավ էներգիա տվեցիք ինձ եւ ես օրը շարունակելու եմ շատ ավելի լավ։ Աստղիկը մեր տարիքային, այսինքն մենք դեռ այդ դպրոցն անցած ընկերներից ենք, գիտես։ Մենք դասարանից ենք, այո։ Մենք դասարանից ենք Աստղիկի հետ, այո։ Եվ մենք Աստղիկի հետ դեռ շատ մանկուց անցել ենք այդ բոլոր ճանապարհները, Աստղիկը որպես սոլիստ, մենք որպես խումբ, հետո մենք արդեն որպես այնպես որ շատ լավ գիտեմ այդ բոլոր անցած ճանապարհները, դժվարությունները, հաջողությունները։ Ամբողջ պատմությունը Նելին ինձ կպատմի, այո։ Նույն դպրոցում այսքան իրար հետ նույն տեղում եք երկել։ Գնա գովաս դեռ դիտի, ես Աստղիկը հանգի զրուցել։ Չէ, նկատի ունեմ, որ դուք նույն խմբում եք երկում։ Գովաս շանթի եթերում։ Ես ասել եի գովաս։ Բայց չի գնում գովաս, ուզում եմ լսել մեզ։ Վերադարձանք, երաժշտական խտացումը դեռ շարունակվում է այս տաղավարում, դեռ խոսում ենք մեղեդիներից, երաժշտությունից։ Այսօր շատ երաժշտական եթեր էր, Արտուր, համաձայն ես ինձ հետ։ Շատը կլինի, երբ որ հայտարարենք երաժշտություն։ Դե հայտարարենք, Արտուր։ Շատ երաժշտություն մեր եթերում։ Վերադարձանք, ասեք, որ հայկական զարթուցիչը այսպեսին պիտի լինի, չէ, քնից արտնացնիկ ես ուղղակի քո գործերին։ Մետրոյի կայարանները ասում են, որ շատ շուտով պիտի կառուցվեն։ Այո, թե երբ կլինի մենք կտեսնենք, չգիտեմ, բայց մեր երեխաները հաստատ կտեսնեն, ապրեն նրանք, որ ավելի թեթև կարող են երթևեկել, քան մենք մեր ժամանակով։ Մենք այսօր պատմելու ենք մետրոպոլիտենի մասին, գնանք եւ բացահայտենք իրար հետ։ Մեր քաղաքի համար հեշտ է մետրոն, բարդ է Մոսկվայինը, բարդ է Լոնդոնինը, առհասարակ բարդ է այն մեծ քաղաքների մետրոյի ցանցը, որտեղ խիտ բնակեցված են եւ մեգապոլիս կարող են համարվել։ Մերը հեշտ է, մերը պարզ է, ակետից բեկետ հասնում է շատ արագ, շատ թեթև եւ շատ հեշտ։ Արտուր, բայց շատ բարդ է մայրիկ լինելը, մետրոն չգիտեմ ինչպես, քանի որ պետք է դաստիարակել երեխաներին, պետք է խնամել երեխաներին եւ պետք է անընդհատ զգոն լինել, այն էլ հաշվի առնելով, թե ինչ է կատարվում այս ժամանակահատվածում։ Հայրիկ լինելն էլ դժվար։ Բայց կարծում եմ մայրիկ լինելն էլ ավելի դժվար է, չմոռանանք նաև որ մայրիկը 9 ամիս շարունակ իր սրտի տակ է պահում այն փոքրիկին, որը հետո մեծանում է եւ ավելի շատ սիրում է հայրիկին։ Մարդկա որ 7 ամիս է։ Իմ պարագան 7 ամիս է եղել։ Առաջարկում եմ դիտել տեսանյութը եւ տեսնել թե ինչպես են մայրերը վերաբերվում իրենց երեխաներին։ Այո, ծնողներ, հատկապես մայրիկներ, այս պահին ձեզ համար։ Երբ գիտակցեք, որ երեխաները մարդիկ են, անհատականություններ են, եւ նրանց հետ պիտի հարգալից խոսել եւ լսել նրանց կարծիքը, այդ ժամանակ կարծում եմ ինչ-որ մի բան, ինչ-որ մի տեղ կփոխվի, կդառնա ավելի լավը։ Իսկ հիմա առաջարկում եմ լսել լավ երաժշտություն մեր եթերում։ Հրաշալիքներ մեր եթերում մեր շարներ եւ հրաշալիքների ետևից հիմա պիտի գնանք։ Արի գնանք բացահայտենք մի որևէ հետաքրքիր հրաշալիք այս աշխարհում, որը որ ինչ որ միտեղ, ինչ որ մի գանձի պես պահած է, մնում է գնանք եւ բացահայտենք։ Այո, փոքրիկ թիզեր, թե ինչ է մեզ սպասվում։
Երկուշաբթին այսպիսին էր առավոտը շանթումից, իսկ ուղիղ եթերի մեր էստաֆետ ուղարկենք հորիզոնի լրատվականի մեր գործընկերներին։ Իսկ հիմա առաջարկում լսել լավ երաժշտություն եւ այնուհետ արդեն վայելել օրվա լուրերը, որը որ ինչպես նշեց Արտուրը, հորիզոնը կշարունակի եթերը։ Մենք կհանդիպենք վաղը, տեսություն։ Ժպտացեք եւ եղեք առողջ։